Երկնքից թափվում են մեծ ու փոքր բեկորներ, օդանավից անջատված թևերի հատվածը տարօրինակ պտույտներով ներքև է սլանում։ Այս սարսափազդու կադրերը բջջային հեռախոսով տեղացիներն են արձանագրել։ Աղետի վայրը Վրաստան, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու գտնվող Սիղնաղի վարչական շրջան։ C-130 տեսակի կործանված ռազմական բեռնատար օդանավը Թուրքիայի օդուժինն է։ Այն Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին անհետացել է ռադարների էկրաններից Վրաստանի օդային տարածք մտնելուց սոսկ մի քանի րոպե անց։ Զոհվել են օդանավում գտնվող անձնակազմի բոլոր անդամները եւ ուղևորները 20 թուրք զինծառայող։ Ողբերգության լուրին անդրադառնում են թուրքական բոլոր լրատվամիջոցները։ Search and rescue efforts to reach the wreckage of this plane still continues. We do know that 20 military personnel C-130-ը Գյանջայի օդանավակայանից էր օդ բարձրացել եւ Վրաստանի օդային տարածքով պետք է հասներ Թուրքիա։ Աղետի պատճառը այս պահին հայտնի չէ։ Մասնագետները արդեն գտել են սև արկղերը։ Ինչ որ բան պատահել է հենց երկնքում, ընդ որում անսպասելի, քանի որ օդաչուները տագնապի նշան չեն ուղարկել եւ որևէ խնդրի մասին չեն զեկուցել։ Ինքնաթիռի իրանը եւ թևերի հատվածը մաս-մաս են ընկել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայրենիքի համար զոհված շահիդներ, նահատակներ անվանելով 20 զինծառայողներին հայտնել է, որ զոհերից 19-ի մարմինները հաջողվել է հայտնաբերել։ NTV թուրքական հեռուստաալիքով ցուցադրել են զոհվածների լուսանկարները եւ ընթերցել նրանց անուն ազգանունները, ծննդյան վայրը։ Gelişmesi var. Bir tanesi ekranlarınızdaki yerini almış bulunmakta. Ben o konuya dair bir bağlantıyla başlayacağız. Pilot Yarbay Gökhan Korkmaz, İstanbul, Hava Pilot Binbaşı Serdar Uslu, Bursa, Այսօր առավոտյան աղետի վայր է հասել արտակարգ իրավիճակների թիմը Թուրքիայից, այն միացել է վրացի փրկարարներին եւ իրավապահներին։ Կործանված օդանավի բեկորները սփռված են մեծ տարածքում, դա մի հարթավայր է, որտեղ կան բլուրներով շրջապատված գյուղատնտեսական հողեր։ Տեղացիները առաջինն են հասել վթարի վայր։ Բեսկի Չուտաշվիլին եւ նրա համագյուղացիները որոշ բաներ են գտել։ Ահա դուռը, սա էլ ուղևորների ցուցակն է, կան էլի ինչ-որ բեկորներ։ Թորնիկե Խուբլաշվիլին ասել է, թե իրավապահները քաղաքացիական բնակիչներին թույլ չեն տալիս մոտենալ բեկորներին։ Այնտեղ ամեն ինչ այրվել, մոխիր է դարձել, ոչինչ չի մնացել։ Մենք դա տեսանք եւ վերադարձանք։ Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ցավակցություն են հայտնել Թուրքիայի ղեկավարներին եւ ժողովրդին ռազմական բեռնատար օդանավի աղետի հետևանքով 20 զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Ցավակցական ուղերձ է հղել նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը։ Օրերս թուրք զինծառայողները Բաքվում ներկա են եղել 2020 թվականի պատերազմի ավարտին նվիրված զորահանդեսին։ Ըստ Reuters-ի զոհված 20 զինծառայողները մասնակցել են այդ զորահանդեսին։